Մեղրով դասական տորտ մեր տանը թխվում է շատ հատուկ առիթներով եւ դրանցից մեկը ամուսնուս ծննդյան օրն է։ Սա այն խմորեղեններից է, որոնց հեշտացված առավել եւս առողջ տարբերակով ես հրաժարվում եմ պատրաստել, քանի որ ըստիս կորում է վերջինիս անմահական համը։ Այս տեսահոլովակում կկիսվեմ նաեւ մեղրով տորտի տոնական երկու շատ գեղեցիկ դեկորացիայի տարբերակով։ Խմորի համար կարագը, մեղրն ու շաքարավազը կհալեցնեմ իմ հարիչի տարայի մեջ, քանի որ այն ունի տաքացման ֆունկցիա։ Կարող եք նաև պրոցեսը անել գոլորշու վրա։ Հետո կավելացնեմ սոդա, որպեսզի մասան փրփրի, մի քիչ օղի կամ կոնյակ, իսկ վերջում էլ ալյուր, չմոռանանք իհարկե ձվի մասին։ Պետք է հունցել ձեռքերին չկպչող խմոր։ Խմորը պետք է գնդերի բաժանել, կրկնակել, ձև տալ եւ թխել, իսկ ավելորդ մասերը պահել մանրեցնելու եւ տորթը ձևավորելու համար։ Կրեմի համար ես ուղղակի հարում եմ 35%-անոց սերուցքը մասկարպոնեով եւ քաղցրացուցիչով։ Դեկորի առաջին տարբերակի համար կհալեցնեմ սպիտակ շոկոլադը ու սիլիկոնե ֆորմաներով թեմատիկ շոկոլադակտորներ կստանամ։ Երկրորդ տարբերակի համար կպատրաստեմ խիտ շաքարաջուր, կեռացնեմ, իսկ հետո հազրեվարդի ճյուղերն ու լորամարքի հատիկները կթավալեմ սկզբում շաքարաջրի, հետո էլ արդեն շաքարավազի մեջ։ Երկու տարբերակով էլ ստացվում է անչափ գեղեցիկ եւ տոնական դեկոր։